կան արդեն արձանագրված մի շարք խախտումներ, որոնք կարելի է առանձին բաժանել մի քանի խմբերի։ Ուրեմն ամենատարածվածը, որ մենք նկատում ենք մեր դիտորդների օգնությամբ, դա բաց քվեարկություններն են։ Բաց քվեարկություն, ընդ որում դա անմիջապես հետևում է ուղղորդմանը։ Մեր դիտորդները այսինքն չիմացության հետևանք չէ։ Տեսեք ինչպես է, ուրեմն մենք նկատում ենք հետևյալ սցենարը այս ընտրությունների ժամանակ։ Նախ մարդիկ, որոնք մոտենում են ընտրական տեղամաս, մինչև մուտք գործելը, նրանց ինչ որ մարդ մոտենում է եւ ամենայն հավանականությամբ ինչ որ ցուցում տալիս։ Ընդ որում ունենք նաեւ տեսանյութեր այս առումով։ Հետո այդ մարդը, երբ որ քվեարկում է, այնպես է դնում համապատասխան քվեաթերթիկը։ Ես ներողություն եմ խնդրում, կուսակցությունների անուններ չեմ տալու, որովհետև քվեարկության օրն է եւ որևէ ազդեցություն մենք չենք ուզում ունենալ, բայց այդ ամբողջը արձանագրում ենք եւ մեր հաշվետվության մեջ մանրամասն նկարագրելու ենք։ Այնպես են դնում համապատասխան համարի քվեաթերթիկը ծրարի մեջ, որպեսզի տեսանելի լինի այն մարդուն, ում նա նախապես մոտեցել էր քվեարկության տեղամաս, ընտրական տեղամաս մոտենալիս։ Այս մեկ ուրեմն շատ են։ Երկրորդը ուրեմն մեքենաներով ընտրողներին տեղամասեր բերելը։ Ընդ որում, այնպիսի մարդիկ չեն այդ մեքենաներից իջնում, որոնք օրինակ չէին կարող օրինակ ոտքով գալ, բայց ամենայն հավանականությամբ դա եւս ցույց է տալիս, որ ինչ որ մեկը, ընդ որում նույն մեքենան մի քանի անգամ է պտտվում, եւ մենք նկատել ենք նաեւ այնպիսի մեքենաներ, որոնց վրա ուրեմն պաստառ կա եւ համապատասխան համարը կա։ Այսպիսի դեպքեր նկատում ենք հատկապես երկու ուժի ամենաշատ գերակշռող երկու ուժի կողմից, էլի առանց համապատասխան թվերը ասելու կարող եմ սա ասել, ընտրողների մոտ կա նաև չիմացության խնդիր, սա եւս մենք պետք է նկատենք, եւ ոչ միայն ընտրողների, այլ նաև հանձնաժողովների անդամների եւ նախագահների։ Որովհետև մենք նկատել ենք դեպքեր, երբ որ հանձնաժողովի նախագահն ինքը չգիտի օրինակ ինչպիսի իրավիճակում ինչպես պետք է իրեն պահի եւ ինչ անի։ Եվ սա թույլ է տալիս որոշ գիտակից, ավելի ճիշտ իրավագիտակից ավելի բարձր մակարդակ ունեցող դիտորդին, վստահված անձին, նույնիսկ մի դեպքում լրատվամիջոցին, որպեսզի նա դառնա թելադրողը տվյալ ընտրատեղամասում, այսինքն նա սկսվում է, քանի որ իր գիտելիքները շատ չեն հանձնաժողովի նախագահի, նա ստիպված է լինում լսել այն դիտորդին կամ վստահված անձին, որը չի թույլատրվում ուղղակի։